Իսկ հիմա եւ բոլոր մնացած մարդկանց թույլտվությամբ ես ուզում խոսքին անցնել, որովհետեւ ինչպես նկատեցիք, այստեղ կա Սուրբ Հաղորդության ամենը պատրաստ, ամեն, մենք օրվա վերջում Սուրբ Հաղորդությանն ենք մոտենալու ու ես հավատում եմ, որ դա շատ կարևոր բան է լինելու բոլորիս համար, բայց մինչև դա ուզում եմ սկսեմ այսօրվա թեման, ովքեր մեզ չեն ճանաչում, ասեմ, մենք Յարոսլավից ենք եկել այստեղ, Յարոսլավում ենք ծառայում, հայկական ծառայություն ունենք այնտեղ, շատ փոքրիկ ծառայություն է, Տերը ողորմություն ու շնորհք արե մեզ, ընդ կանգնենք, ծառայենք, մեր ժողովրդին հիմնական հայ եւ եզդի բնակչությունն է այնտեղ, ում հետ միասին մենք աշխատանք ենք անում, ու գիտեմ, որ հրաշալի ձևով Աստված այնտեղ գործում է։ Մարդկանց սրտերը փոխվում են, մարդիկ վկայություններ ունեն։ Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, մարդը վկայություն ունի, թե չէ, որովհետեւ մարդը ինչ ասում է, դա շատ վատ չի առաջին փուլում։ Երկրորդ փուլում մարդու կյանքում ինչ կա։ Ամեն, կա մարդու կյանքում ինչ-որ փոփոխություն։ Եթե կա, ուրեմն օքեյ է։ Եթե քո ամուսինը քեզ ասում է դու փոխվել ես էլի քույրս, նշանակում է Հիսուս քո կյանքում գործում է։ Սելի եղբայրս, եթե քո կինն ասում է լսի եկեղեցի գնալուց հետո բան է կատարվեք քո հետ, թույլ տուր ասեմ Աստված գործում է քո կյանքում։ Ոչ թե որ Աստված չի կարա գործի, այլ որովհետև մենք թույլ կտանք Աստված գործի, թե չէ մեզանից է կախված։ Որովհետև մեր ազատ կամքը միջև այսօր ուժի մեջ է։ Այն ինչ որ Աստված տվել է, ինքը հետ չի վերցնում։ Ինքը սպասում է, հավատացնում եմ քեզ, ինքը սպասելու լավ հնարավորություն ունի։ Ինքը այնքան կսպասի, պետքա ճուրի լույս։ Եթե պետքա, ճիշտ հասկացանք, հա։ Բայց այնքան լավ կլինի, որ միջև լույս չսպասացնենք, որովհետև միջև լույս այնքան գործ կարանք անենք, եթե այս պահից սկսենք փոխվել։ Ամեն, փառք ամենակարող Աստծո։ Իսկ հիմա վերնագիրը ինձ մոտեցան, հարցեցին, ասին ո՞նց է վերնագիրը, ուզում եմ ասեմ Հովհաննես 3:16։ Չգիտեմ նման թեմայով դուք լսել եք վերնագրով քարոզ թե չէ, այսօրվա թեման Հովհաննես 3:16-ը։ Կուզենամ միանգամից հարցնեմ, կա մարդ որ անգիր գիտի ձեռքով մենակ Հովհաննես 3:16-ը ինչ է գրված։ Շնորհակալություն։ Առաջի շարքից ես ավելին չէի սպասում։ Դա հումոր։ Փառք Աստծո։ Հովհաննես 3:16-ը մենք բոլորս անգիր գիտենք, ու քանի որ ես ասացի, պետքա կարդամ տեղը։ Աստված, ասա Աստված, այնքան սիրեց եկեղեցին, ինչ, ես կարամ չքարոզեմ արդեն, դու հասկացար ես ուր եմ տանելու քեզ այսօր, Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի նրան հավատացողը չկորչի, լսի, կորչել, ոչ թե չվնասվի, կորչել, անհայտ կորել, ոչնչանալ, որ պեղումներ անեն, հետո չգտնեն էլ։ Որպեսզի նրան, որպեսզի նրան ով որ տուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մի դեպքում անհետանալը մամոնտների պես, մամոնտների գոնե կմախքները մնացել է։ Մեր կմախքներն է կարա չմնա մյուս դեպքում, իսկ ասма մյուս դեպքում հավիտենական կյանք, ով գիտի կյանքն ով է, Հիսուսը, ու հավիտյան նրա հետ, նա է հավիտենականությունը ու կյանքը, ամեն, փառք Աստծո, ճիշտ ասած ես έτσι եմ ասում, Հովհաննես 3:16-ը ըստիս, Աստվածաշնչի ողնացուցն է, ողնուղեղը, ինչպես կուզես անվանի, գիտես ողնացուցը, եթե ինքը վնասվեց, այդ մարդը հաստատ խնդիր ունի, այդ մարդու կյանքում հաստատ շատ լուրջ փոփոխություն կատարվում է դեպի վատը, ու եթե մարդ Հովհաննես 3:16-ը ուղղակի լսեց, ուղղակի լսելու համար ու չնկատեց այն մանրուքը օրինակի համար շեշտադրում արեցի, Աստված այնպես սիրեց ոչ թե եկեղեցին, որովհետև եկեղեցին նույնպես աշխարհում է, Աստված ավելի մեծ է բռնում, Աստված ավելի մեծ է բռնում, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց սիրելիս։ Գիտես, միջև 90-ական թվականները ես ինձանով կարամ ասեմ, ես շատ մարդկանց մասին բան չեմ կարող ասեմ։ Հովհաննես 3:16-ի մասին ես ոչինչ չգիտեի։ Ես չգիտեմ, կա մարդ միջև 90 թվականը, որ Հովհաննես 3:16-ը անգիր իմացել է ձեր մեջ։ Ձեր չտեսա, փառք Աստծո։ Ես էլ եմ այդ դասին պատկանում,
Որովհետև հնարավոր է մեր ծնողներից, հնարավոր է մեր մշակույթում, մեր ընտանիքում, այնտեղ որտեղ որ մենք սովորել ենք, ինչ-որ նման բաներ իմացել ենք, բայց հնարավոր է դա քաղաքակրթությունից ելնելով ենք արել։ Բայց ոչ թե այն բանի պատճառով, որ գրված է Հովհաննես 3:16, որովհետև այն ժամանակ մենք չունեինք Աստվածաշունչ։ Այն մարդիկ, ովքեր որ ունեն, փառք Աստծո իրենց համար, բայց թույլ տուր ասենք շատ մարդիկ, ովքեր որ ապրում են խղճով, շատ մարդիկ, ովքեր որ ապրում են այդ սկզբունքին համաձայն կամ դրա նման, հիմնականում իրանք չգիտեն, որ Աստվածաշունչ կա, իսկ եթե կա, այդպիսի խոսք կա, որ մնաց որ որոշեին դա ողն ուղեղն է, թե ինչն է։ Հետևաբար Հովհաննես 3:16 Ես ուզում եմ այսօր այս մասին խոսեմ քեզ ու ինձ, ինչ եմ ես ամենահայտի տեղը վերցրել, որովհետև բոլորին քնած ամուսնուդ քնոջդ փորձի իրիկունը քնից արթնացրու, ասա Հովին ասել էր Հովհաննես 3:16, կարաս ասես ինչ է նշանակում։ Հավատացնում եմ 70-80%-ը եթե շատ խորը քնի մեջ չլինի իհարկե, ինքը անգիր կասի քեզ։ Պարտադիր չի հետ եկեղեցու մլենք, որ կարողանանք ասենք։ Բայց գիտես հետաքրքիր ինչն է, որ մենք շատերս կարանք այսօր ասենք, բայց ինչ է Հովհաննես 3:16-ը կյանքում, գործում, կիրառական։ Ինչ է նշանակում Հովհաննես 3:16, եթե մեր էջին հետևում եք, ասեմ, մի հատ երիտասարդ կան, դե քարոզում է կիրառական քրիստոնեության մասին։ Կարող եք YouTube-ի մեր էջում այդ մասին մի փոքրիկ ուսումնասիրել, եթե կուզեք իհարկե։ Գիտես ինչ է նշանակում քրիստոնեություն, ինչ է նշանակում Հովհաննես 3:16, որովհետև գեղեցիկ խոսք է սա, շատ գեղեցիկ, ասեմ քեզ, այսօր եկեղեցիները բոլոր անգիր գիտեն այդ խոսքը։ Թույլ տուր էլի մի բան ասեմ, եկեղեցի չեկող մարդիկ կան այսօր, որ չեն գալիս, դիտմամբ եկեղեցի չեն գալիս, եթե իրանց հետ խոսես Հովհաննես 3:16-ը ինձանից ու քեզանից առոգանությամբ կարտասանեն։ Բայց հարց երկրորդ, որն է քո Հովհաննես 3:16-ը։ Հովհաննես 3:16-ը քեզ անձամբ ինչ է ասում։ Հովհաննես 3:16-ը Աստված ասում է սիրեց աշխարհը, դու դրա մեջ ինչ մասնաբաժին ունես, որն է քո դերը։ Ինչ հասկացար, քո սրտին ոնց կպավ, ասեմ միջև 90-ական թվականները մարդիկ չգիտեին շատեր այդ մասին։ Բայց եթե ճշմարտությանը դեմ չգնալու համար պետք է ասենք, շատ մարդիկ ավելի խղճով էին ապրում։ Շատ մարդիկ ավելի մեր այսօրվա չափորոշիչներին համաձայն, իրանք շատ ավելի սուրբ կյանք էին վարում։ Իրանք կողքի կանգնած մարդու նկատմամբ, իրանք հարևանի կամ բարեկամի նկատմամբ։ Մենք այսօր ունենք Հովհաննես 3:16-ը, ու թույլ տուր ասեմ ցավոք սրտի, շատերիս մոտ Հովհաննես 3:16-ը դա եկեղեցու սահմաններում է։ Իսկ մենք կարդացենք, որ Հովհաննես 3:16-ը ասում է Աստված սիրեց ոչ թե եկեղեցու մարդկանց միայն, աշխարհը։ Դու նկատեցիր ես ինչ եմ ուզում ասել, ես ուզում եմ որ քո աչքերը վատ չի եղբորն ու քրոջը սիրելը, դա ոչ թե վատ չի, դա ճիշտ է, բայց վատ է, եթե քեզ սիրողին ես սիրում, եթե քեզ բարև տվողին ես բարև տալիս, եթե հյուրես կանչում նրան, ումին որ սպասելիք ունես, ճաշկերույթի ես կանչում։ Դու այստեղ ես, ուրեմն սիրելիներ, ես հավատում եմ, որ մինչև 90-ական թվականները մարդիկ եղել են, որ Հովհաննես 3:16 իմացել են, այդպիսի մարդիկ նույնպես եղել են, բայց հավատեմ, որ դա շատ ավելի քիչ քանակի մարդիկ են եղել։ Այն ժամանակվա մարդիկ անում են քաղաքակրթությունից ելնելով, ուրիշին մի բան ապացուցելու համար, դու կարծում եք այսօր չկան մեր մեջ մարդիկ, որ անում են այդպես, որ դիմացինը տենա, որ ինչ որ մեկին բան են ուզում ասեն, բայց թույլ տուր ասեմ, Աստված այդտեղ չկա, որովհետև Աստված քո անձնականի մեջ այդպեսով չի մասնակցում, թույլ տուր ասեմ, Աստված սուրբ է։ Աստված չի ուզում քեզ բարձրացնելու համար ուրիշին գծի։ Աստված սիրեց աշխարհը։ Այն մարդուն, որ ես ու դու հիմա ուզում ենք գցենք, Աստված իրանել է սիրում։ Աստված իրանել է սիրում թանկագինս։ Ամեն։ Ուրեմն եթե մենք սիրելու մասին ենք խոսում, շատ լավ ձևի հասկանում ենք, որ սերը ինչ անում, սերը չի պահանջում։ Սերը չի նախանձում։ Թույլ տուր ասեմ, սերը իրենը չի որոնում, Կորինթացիներ 13-րդ գլուխ։ Սերը իրենը չի որոնում։
Սերը տալիս է։ Սերը զոհում է։ Սերը չի գալիս ասում եկեղեցում սեր չկա։ Սերը չի գնում ասում այս աշխարհին պետք չի սիրել։ Սերը իր էությունն է, եթե դա ինքը չի անում վերցնելու համար։ Ինքը անում է որովհետև ինքը ուրիշ կերպ չգիտի։ Սերը դա է, ինքը անում է, որովհետև իր ներսում դա գրված է, իր սրտի տախտակներին է դա գրված։ Դու այստեղ ես, փառք ամենակարող Աստծուն։ Գիտես, քեզ մոտ լավ օրինակ ասեմ հայ մուլտֆիլմից, բոլորս տեսել ենք երևի թե։ Հայ մուլտֆիլմերի մեջ մի հատ այսպիսի մուլտֆիլմ կա, Լավաշը։ Ով է տեսել այդ մուլտֆիլմը։ Գիտես, Լավաշի այդ ով որ չի տեսել ասեմ մնացածի, դրա խորհուրդը ինչու է, այդ Լավաշից որ դու կտրում էիր, ինքը չէր պակասում։ Մենք սերը կարանք պահենք, շատ խորը ասենք, դե ես պիտի ծածուկ։ Ես իհարկե դեմ եմ մանիֆեստ անելուն, սեր ցույց տալուն բոլորին, չէ, բայց ուրիշ մի պահ կա։ Տեղը կա, սեր տուր։ Տեղը կա, սեր տուր։ Սեր մի տուր նկատվելու համար, բայց սեր տուր, որովհետև դու ուրիշ բան չունես տալու։ Եթե սիրո պատճառով է դու ծառայում ես։ Եթե սիրո պատճառով չի, դու ժամանակ ես անցկացնում։ Եթե սիրո պատճառով է դու այստեղ ես, եթե սիրո պատճառով չի, դու ժամանակ ես անցկացնում։ Եթե սիրո պատճառով է դու զոհաբերում ես, եթե սերը չի, դադարելու ես վաղ թե ուշ։ Թույլ տուր ասեմ, ամեն բան ավարտվում է գրված է, իսկ սերը անավարտ է։ Սերը անավարտ է, սերը չի վերջանում։ Դու այստեղ ես, ուրեմն ինքդ քեզ կարաս բռնասրես, դու սիրում ես թե սիրում ես միջև այդ ինչ-որ պահը, դրանից հետո արդեն սերը գնաց, չէ, սերը չի ավարտվում։ Հնարավոր է դրանք փուլեր են, որոնցով մենք պիտի անցնենք, հնարավոր է դու այն փուլի վրա ես, որ ուղղակի քո այդ լավ եղան դու ես լավ, բայց թույլ տուր ասեմ, լինելու է փուլ, որ քո այդ լավ չեն ելնելու, ու Աստված քո համար ակնկալելու է, որ դու շարունակես սիրել, որովհետև աշխարհում այդպես են անում մարդիկ, տալիս են նրան, ով որ իրանա տալիս, հրավիրում են նրան, ով որ իրանա հրավիրում, իսկ հնարավոր է քո սերը պետք է ուրիշ լինի, որ նա քո Հովհաննես 3:16 է, գուցե երբ որ քեզ տիպողական մի մղոն քայլացնում են, հնարավոր է երկրորդ մղոնը պիտի քայլես, որ նա քո սերը, հնարավոր է էդի արդյոք, որ քեզանից բաճկոնտ են ուզում, դու հասկանում ես, որ արդար չի, դու լսել ես արդարության քարոզները, ասում ես արդար չի, բայց դու քո շապիկն էլ ես տալիս, հնարավոր է դա է քո 3:16-ը, հնարավոր է քո 3:16-ը, այսօր որն է, թույլ տուր ասեմ, նա է, որ որդիդ արեց ամենավատը, բայց դու գիտես, որ դու ծնողն ես, դու հասկանում ես, որ դու ծնող ես, հնարավոր է ամուսինդ կամ կինդ արեց այն, որը որ չպիտի աներ, սահմանը անցավ, որն էր մեր արձագանքը, գուցե լռել է, քանի ընտանիք գիտես, որ չլռելու պատճառով բաժանվել են, միասին ենք, փառք Աստծուն, ես էլ եմ համաձայն, Աստվածաշունչը ինձ ու քեզ կասի, անօրինությունը շատանալու պատճառով շատերի սերը կսարճի, որ պատճառով անիրավությունը շատանալու, արդյոք իմ ասածը դա անիրավություն չէր, ամուսինը կարմիր գիծը քաշած էր դե, կինը պիտի չանցներ, բայց էլի անցավ, սիրում եմ, սեր եմ տալիս թե, երեխան պիտի չաներ այդ բանը, անցավ սահմանը, ինչ ես կարծում, Հիսուսը գիտեր, որ Հուդան մատնիչն է, թե ոչ, ոնց ես կարծում, իսկ ինչ ես կարծում, Հիսուսը ինչ արեց Հուդայի հետ, ամենավերջում, հիշում ես, անգամ աշակերտներից մեկը իր լանջքին, Տեր, կասես ով է,
Լսել են, չէ, ով ալնելու, կան չէ մեր մեջ է մարդիկ, ուզում են ամբողջական իմանան։ Ասես նրան, ում որ ես հացը կթաթախեմ ու կտամ։ Գիտես ում արեց, են մեկին, ով որ 5 րոպե հետո իրա դատավճռի մասնակիցներ լինելու։ Գիտես, ոչ մեկի չարեց, այդ մշակույթի մեջ դա ամենաթանկ, ամենապատվաբեր բանն էր։ Պետրոսին չարեց, Հովանեսին չարեց, բայց Հուդային արեց։ Իսկ երբ որ մենք տեսնում ենք մեր դիմացինը մեր հանդեպ մի քիչ աշկերը սենց է նայում, ինչ ենք անում, լավ, մեկնությունը իմ ու քո թող մնա, մենք կմտածենք, կգնանք տունը կմտածենք։ Հովանես 3:16։ Գիտես, որն է քո Հովանես 3:16-ը։ Այնքան կարևոր է, որ մենք իմանանք, այո, մենք ունեցել ենք ժամանակ, որ Աստվածաշունչ չենք իմացել, մեր մեծերից եկածի օրինակով մենք արել ենք նմանատիպ ինչ-որ բաներ, բայց հիմա, այս լուսավորման ժամանակ, ես եղալիս եմ եկեղեցի ու ամեն մեկը ձեռ բարձա, գրեթե ամեն մեկը, որ ինքը անգիր գիտի 3:16-ի ճամ, երևի թե ես մտածում եմ հովի, որ պետքա ամբողջ աշխարհը արդեն սիրով լցված է, տես որքան մարդիկ կան, որքան Հովանես 3:16-ը հայտնի դարձնեն աշխարհին։ Ցավոք սրտի, ոչ բոլոր տեղերն է, որ այս պատերից դուրս է գալիս Հովանես 3:16-ը։ Ցավոք սրտի Հովանես 3:16-ը մնում է շատ նեղ, ծանոթի միջոցով։ Այդտեղ էլ ենք հայկականությունը մեր մտցրել։ Ծանոթի միջոցով, մենակ ծանոթներին։ Մենակ մտերիմ, անց մարդկանց որ մեզ կասան, դե իրանք մեր կռուգից չի, կռուգը նենց հայերեն է թե չէ։ Հովանես 3:16։ Միասին ենք։ Հալելույա։ Հալելույա։ Կասես ինչ անենք հովիվ։ Հովանես 3:16-ը արտասանենք, աշխարհը կփոխվի ոչ։ Չի փոխվելու աշխարհը, կարդալով չի փոխվելու։ Թույլ տուր ասեմ, ինձանից ու քեզանից գեղեցիկ ասմունքողներ կան, շատ ավելի առոգանությամբ։ Ինձանից ու քեզանից գեղեցիկ, բոյով, ավելի կարող, ավելի ֆինանսապես կայացած, ավելի կյանքում շատ հաջողությունների հասած մարդիկ կան։ Բայց գիտես, Աստված դրանց չի նայում։ Աստված նայում է դու քո Հովանես 3:16-ի մեջ ուր ես հասել։ Որն է քո Հովանես 3:16-ը, քո կնոջ, քո ամուսնու, քո երեխայի, քո ծնողի նկատմամբ։ Որն է քո Հովանես 3:16-ը, այն մարդուն, ում որ դու ճանաչում ես։ Այն մարդուն, ով որ քո մոտ է աշխատում, եւ այն մարդուն, ում մոտ դու ես աշխատում։ Որն է քո Հովանես 3:16-ը։ Որն է Հովանես 3:16-ը, ոչ թե անգիր արած տեքստ որպես, այլ կյանքում կիրառվող գործ, որպես գործիքակազմ։ Հովանես 3:16-ը, որպես գործիքակազմ, քո կյանքում ոնց է գործում։ Մի պատմություն եմ ուզում պատմեմ, բայց որպեսզի չմնանք այստեղ, ուզում առաջի Հովանեսից էլ միտեղ կարդամ։ Ասում է, որդյակներ, չսիրենք միայն խոսքով եւ լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ։ Գիտես, այսօր ցավոք սրտի ես խնդիր որ տեսնում եմ, այն ժամանակ ամաչում էին խոսել սեր բառը, մանավանդ տղամարդը չէր ասում այդ բառը, մի քիչ ավելի ամաչկոտ էր, ավելի մշակույթներ է տենց։ Այսօր ով ում ասես իրար սիրում են, սաղ այդ մասին խոսում են, սիրում եմ, պաչիկներ են անում, սրտիկներ են անում, ամեն ինչ ամեն, վատա էլ չանենք, չէ, շարունակիր անել, բայց կարևորը մի մոռացիր, արա այդ ինչ որ ասում ես, գործի մեջ դիր, կիրառիր, որտև ամեն անգամ չի որ խոսքով, մենք կարծացինք ոչ թե միայն խոսքով, այլ գործով ու ճշմարտությամբ, գործով, որ դա պետք է գործնական լինի, հավատն առանց գործի մեռածա, եւ ճշմարտությամբ, որ մտքիդ մեջ ուրիշ բան չլինի, արածդ ուրիշ բան լինի։ Դու այստեղ ես, Հիսուսն է ճշմարտությունը։ Սիրելիս, դու անում ես գործ հավատքից ելնելով, բայց կա երկրորդ մասը ճշմարտությամբ։ Մի կեղծիր։ Քո անձնական շահի համար մի արա, սերը Իրանը չի որոնում։ Սերը անում է, որովհետև դա ճիշտ է։ Հիսուսը գիտես ինձ ու քեզ երբ սիրեց, Աստված գիտես ինձ ու քեզ երբ սիրեց, երբ որ ամբողջ աշխարհը դեմ էր իրան, երբ որ ամբողջ աշխարհը հայոյում էր իրան, երբ որ ամբողջ աշխարհը հակառակ էր իրան, երբ որ ամբողջ աշխարհը կրոնական կերպը պահում էր,
բայց Աստծուց հեռու էին ապրում։ Եկավ Աստծո որդին, ասին խաչենք սան, սպանենք սան, որ ժառանգություն չունենանա։ Առակը հիշում ես, չէ՞, սպանենք, որպեսզի այդ այգեպանը, այդ այգուտերը հետո չունենա ժառանգություն, որտեվ եթե ժառանգորդ չեղավ, ամբողջ այգին կմնա աշխատողներին։ Այսօր կարելի է քարոզել Քրիստոսի մասին, բայց կարելի է քարոզել Քրիստոսին։ Այսօր կարաս դու խոսես Քրիստոսի մասին, բայց դու կարաս Քրիստոսին խոսես։ Քոնն է որոշումը, իմն է որոշումը։ Ու թույլ տուր ասեմ, այդ չափիչ գործիքը մարդկանց մոտ չի։ Չափիչ գործիքը իր մոտ է։ Ինքն է իմանում։ Ինքը գիտի մեր երիկամներում քար կա թե չկա։ Մենք էլ ենք իմանում, երբ որ շարժվում է։ Քանի չի շարժվում, մենք չենք իմանում։ Ինքը գիտի մեր սրտի անոթները լավ են աշխատում, թե բլաշկեքը արդեն տարածվել են։ Մենք իմանում ենք այն ժամանակ, երբ որ ինֆարկտ է լինում կամ գնում ենք հետազոտումների։ Իսկ ինքը դա գիտի։ Ամեն։ Դրա համար եկեք չփորձենք Աստծուն ստել։ Ամեն։ Քո թույլտվությամբ, միայն ու միայն քո թույլտվությամբ մի պատմություն։ Մի երիտասարդ 10-11 տարեկան մարդու երեխայի մասին եմ ուզում պատմեմ։ Պատմությունը ինչ-որտեղ լսեցի կամ կարդացի չեմ հիշում։ Ու այդ ժամանակ Սուրբ Հոգին խոսեց հետս, որ ես այս մասին նույնպես ինքս ուշադրություն դարձնեմ ինձ համար, ու այդուհետ փորձում եմ մարդկանց նույնպես ասեմ։ Պիտի խոստովանեմ, մեր եկեղեցու մոտավորապես 1 ամիս է, եթե ոչ ավել, հա, այս մասին կամ սրա նման, այսպես սերաներով խոսվում է սրա մասին։ Սիրելիս, ծնողները մահանում են, կարաս պատկերացնես։ Ավակ քույրը նույնպես մահանում է, մնում է մի հատ 10-11 տարեկան երեխա։ Շատ կարճ ժամանակ հետո բնականաբար ինքը հայտնվում է դրսում։ Անձրև, պատկերացու, Անգլիա, անձրև, տարապ, այդ այնց անձրևների, երեխան ապրում է աղբանոցում։ Քնելու տեղ չկա, որտեղ ամեն ինչի զրկվել է։ Ոչ մի ավակ առաջնորդ չունի մեկը, որ իրան օգնի։ Ու այս երեխան ինչ ձեռքի տակ ընկնում է, մի տեղից մի բան է վերցնում, վաճառում է, իր կերակուր այնքան որ պահի, ինչ որ կերպ, գոյությունն է պաշտպանում։ Ժամանակ անցնում, անձրևների սեզոնն է շատ ուժեղ լինում, ու ինքը ժամանակ միայն թերթ կարող էր վաճառել։ Ու թերթերը բոլոր թրջված մարդիկ էլ շտապում են, ամեն մեկը չի, որ առնում է թերթ։ Մի քանի օր այդպես վիճակում, ու այս երեխան միջև վերջ թրջված է, լրիվ ջուր է դառած, գնալով էլ եղանակ ավելի ցրտում։ Այս երեխան մոտենում է ոստիկաններից մեկին, այնտեղ կանգնած, իր համար որոշել է, որ այս մեկը բարի ոստիկան է։ Գիտես, չէ, մենք ամեն մեկս ունենք մոտեցման, ում մոտենանք, ում չմոտենանք։ Մոտենում այս ոստիկանին եւ ասում է, պարոն, կարող եք ինձ ասել, ես որտեղ կարող եմ մի տեղ գտնել, որտեղ միայն շորերս չորացնեմ։ Անձրևը չի դադարում, թրջված եմ, մրսել եմ շատ, եթե կարող եք, խնդրում եմ։ Ոստիկանն ասում է, դու որտեղ ես ապրում։ Երևի թե ուզում էր ասել, տանը չորացնես։ Երեխան հայացքով դեպի աղբանոցն է նայում։ Ոստիկանն ամեն ինչ հասկանում է։ Մի քիչ մտածում է ոստիկանը եւ ասում է. ահա քեզ հասցե, այս հասցեով կգնաս այս հասցեով դուռը կթակես, ու երբ որ դուռը բացեն, ուրիշ բառ չասես, կասես Հովանես 3:16։ Գիտես, 10-11 տարեկան անճար երեխա, որփուկ, անելու բան այդքան չկա, ուրիշ օրինակներ, տարբերակներ չունի գրեթե։ Հետևում է ոստիկանի ասածին։ Երևի թե շունչը հավաքում է իր մեջ, ինքը իրան ինչ-որ ձևի ձգում է, կապում է, մոտենում է այդ դռանը ու թակում է։ Թակում է այդ դուռը եւ ի զարմանս իրան կամ ի ուրախություն իրան այդ դուռը բացվում է։ Երբ որ այդ դուռը բացվում է, երեխան ուղղակի ամաչելով, կծկտուր շուրթերով ասում է Հովանես 3:16։ Ու չի մանում դրանից հետո ինչ պետք է լինի, որովհետև ինքը տեղյակ չի դա ինչ է։
Ինքը չգիտի ինչ է նշանակում, ինչ որ կոդ է դա կարծես իր համար, ինչ որ գաղտնաբառ է դա իր համար, ինչ որ մի բան է, որ ոստիկան, ինչ որ պարկեշտ, ինչ որ անձնավորություն, որպես բարություն իրան տվել է այդ միտքը, ասլա կգնաս ու երբ որ դուռը բացեն, ոչինչ չասես։ Ուղղակի կասես Հովհաննես 3:16։ Կարաս պատկերացնես մեկը գալիս է քո դուռը թակում, ասում է Հովհաննես 3:16։ Ինչ կասես դու։ Կարաս պատկերացնես դրսում մեկը մուրացկանություն է անում, կանգնած ու անգամ ամաչում է հայացքով, քո հայացքը բռնածն ինքը ներքև նայելով է քո հետ խոսում։ Ասում ես, մոտենում ես նրան ինչ-որ բան տալու, ասում է Հովհաննես 3:16։ Դու կարաս պատկերացնես ինչա կատարվում այդ մարդուն ասում։ Երբ որ նա ասում է Հովհաննես 3:16, ի զարմանս իրան այդ ծառան, որ դուռը բացում, ասում է համեցեք առաջ։ Եվ ասում է մոտեցեք խնդրեմ վառարանին։ Նորից նկարագրեմ քեզ, անձրև, անդադար։ Ոչինչ չի խոսում, որ մոտակա ժամանակներում անձրևը կդադարի։ Եղանակը ցուրտ ու մի հատ երեխա, որ չունի ոչինչ, քնում է աղբանոցում, մի քանի օր սոված, ոչինչ առանց ուտելու, ու ինքը գնացել է մի հատ ինչ-որ շենքի առաջ կանգնել է դուռը թակել, ասում է Հովհաննես 3:16, առանց գիտակցելու ինչ կարա լինի։ Նրան հրավիրում են դեպի վառարանը։ Առաջինը, որ ինքը մտածում է այս երեխան, գիտեք մենք ինքներս մեզ մտածում ենք։ Հիշում եք անառակ որդու պատմությունը, ասում է, եւ ինքն իրեն եկավ, մտածեց, ասեց։ Գիտես, մենք մեր ներսում շատ բաներ ենք մտածում, բայց այնքան լավ է, որ մենք կարողանանք ճիշտ բաներ մտածենք։ Այնքան լավ է, որ մեր մտածածը համընկնի Աստծո մտածածի հետ։ Ու ասում է, ես չգիտեմ Հովհաննես 3:16 ինչ է նշանակում, բայց կարծում եմ, թե Հովհաննես 3:16-ը նշանակում է թրջված մարդուն թույլ տալ, որ չորանա։ Ինքը չի կարդացել Աստվածաշունչ։ Ինքը չգիտի Աստվածաշնչի մեջ ինչ է գրված։ Ինքը չգիտի Հովհաննես 3:16-ի ծագումնաբանությունը։ Ինքը ոչինչ չգիտի այդ նյութի հետ կապված։ Ինքը ընդամենը լսել է խոսք ու այդ խոսքը փոստալյոնի պես բերել է այստեղ, ասում է Հովհաննես 3:16 ակնկալելով, որ իրան գոնե դրա համար չեն պատժի։ Երբ որ նա վառարանի առաջ չորանում է, տաքանում է, հանկարծ ծառաներից մեկը մոտենում ասում է, իսկ դուք չեք կամենա տակ դուշ ընդունել, լողանալ։ Երեխան երևի թե դեռ ռիեչի, խոսելու արվեստն անգամ, կորցնում է։ Հերիք չի ներս են հրավիրել ինձ, հերիք չի ինձ թողել են, ես աղբանոցից, ինձ ներս են թողել, ինձ թողել են վառարանի մոտ, հələ ես չեմ հասցրել չորացնեմ իմ շորերը, չեմ հասցրել տաքանամ։ Հիմա ինձ ասում են, չեք ուզում տաքվանն ընդունել։ Ու այդ ժամանակ մտածում է երևի ինքն իրեն, երևի թե Հովհաննես 3:16-ը նշանակում է կեղտոտին սրբվել։ Կեղտոտին հնարավորություն տալ սրբվելու, մաքրվելու։ Վանայից դուրս է գալիս, նրան բերում են շորեր են տալիս, որովհետև իր շորերը հագնելու չէր արդեն վաղուց։ Այդ ժամանակ մտածում է, երևի թե Հովհաննես 3:16-ը նշանակում է մերկին, տկլորին, ոտաբոբիկին հագուստ տալ, հագցնել, ծածկել ամոթույքները, ծածկել որպես մարդավարի ծնողական մոտեցում ցուցաբերել։ Ինչպես ծնողը ոնց է մտածում, չէ, երեխայի մասին, երեխան ասում է, դե լավ է, եղանակը ցուրտ չի, բայց մաման ասում է, չէ, շարֆը կապի, չէ, ես էլ հագի, անձրևա դուրսը զոնցիկ վերցրու։ Հովհաննես 3:16։ Երբ ինքը հագնվում է, մոտենում են, ասում են, իսկ դուք չեք կամենա մի կտոր հաց ուտել։ Երեխան երևի թե շունչը առնում է, այսօր փուք ասում է, գիտեք, ես ընդամենը 2-3 օր հաց չեմ կերել, այդքան շատ սոված չեմ։
երեխական մի ամտություն ու պարզություն, հա, ու զգում ես, հա, այդ ամաչումը ինքը, դիսկոմֆորտ է, ախր իր հանդեպ ոչ մեկ այդպես չի վարվել, վաղուց ինքը իր ծնողներին կորցրել, իր միակ հենարանը, ում հետ ինքը մի քիչ կարողանում էր խոսել, դա իր քույրն էր, իր քույրն էլ այլևս չկա, ինքն ու էլ ոչ մեկ, շարունակություն, տանում են կերակրելու ինքը մտածումը, երևի թե նշանակում է Հովհաննես 3:16-ը քաղցածին կերակուր տուր։ Երբ կերակուրն ավարտում է, շնորհակալություն է հայտնում, վերականում, որ գնա, ծառաներից տան մեկը մոտենում է, ասում է, գիտեք, բայց դուրս արդեն մութ է, կարող է կամենակ այսօր էստե գիշերել։ Որփուկ ասում է, Հովհաննես 3:16-ը համել նշանակում է Անտոնին տուն տալ։ Անտոնին տուն տալ։ Կա մարդ, որ անգիր է հիշում Հովհաննես 3:16-ը դեռ։ Կա մարդ, որը կիրառում է իր կյանքում Հովհաննես 3:16-ը։ Այնքան ուժեղ է, որ մենք տանենք, որ տեսականից, թեորիայից կիրառության մեջ մտնենք մենք։ Որովհետև մի բան է խոսելը, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ։ Իսկ մի բան է, որ մարդը հասկանում է, որ դրանք դատարկ խոսքեր չեն ու շատ թանկ խոսքեր են, շատ սուրբ խոսքեր են, շատ կարևոր խոսքեր են, դրանք դատարկ բառեր չեն կարա լինեն։ Գիտես, ինքը քնում այդ օրը, ամենալավ անկողնում մեջ երբեմն ինչի մեջ քնել է ինքը վերջին ժամանակներում։ Առավոտյան երբ որ արտանում է ինքը, քնից հելնում է, տան Տերն է գալիս։ Տան Տերն է գալիս դրա մոտ ասում է, որդիս, իսկ դու կարաս ասես, ինչ է նշանակում Հովհաննես 3:16-ը։ Ու որդին, թուշիկները արդեն մի քիչ կարմրած, մի քիչ ամաչկոտությամբ, մեկ էլ այն երեխեքի պես են, որ չեն ուզում սխալվեն, ասենց մտածում են, որ հաստատ ճիշտն ասեն, որտեղ իրանք ինչ որ բան հասկացել են, ասում է Հովհաննես 3:16 երևի թե նշանակում է թաց մարդուն օգնել չորանալ, կեղտոտ մարդուն օգնել մաքրվել։ Հովհաննես 3:16 երևի թե նշանակում է սոված, քաղցած մարդուն կերակրելը։ Հովհաննես 3:16-ը հնարավոր է նշանակում է թաց մարդուն շորեր տալ, չոր շորեր տալը։ Հովհաննես 3:16-ը երևի նշանակում է այն Անտոնին, որ գնալու տեղ չունի, իրան քո տան մեջ առնես, քո կռշի տակ առնես։ Հովհաննես 3:16 նշանակում է Անտոնին թողես, որ ինքը ապրի քո հետ։ Ես նորից եմ ուզում հարցնեմ, կա մարդ, որ գիտի ինչ է գրած Հովհաննես 3:16-ը։ Ես այնքան կուզեի, որ ես ու դու փորձենք ասնել, այդ երեխան Աստվածաշունչ չէր կարդացը, սիրելիս, իր իմացած Հովհաննես 3:16-ը ու մեր քրիստոնյաներից չակերտա, որ ցավոք սրտի ի ամոթ ինձ ու շատերիս տարբերվում է մեր իմացած Հովհաննես 3:16-ից։ Մենք գիտենք, սա վերջի գիծն է, բայց դա վերջի գիծը չի։ Հերիքա բարձրանանք այդ հարթության վրա, այդ մակերևույթին, հանկարծ մենք կտեսնենք, որ էլի կա։ Աստվածաշունչը մեզ ասում է, Աստված այնպես սիրեց այս աշխարհը։ Ցավոք սրտի երբեմն մենք քրիստոնյաներից մեջ նման սեր չենք տեսնում։ Ցավոք սրտի տեսնում ենք շատ ծանծաղ սիրո մասին ենք խոսում, շատ ուղղակի այնքան որ մի քիչ այստեղից է, սիրում եմ, իրար չվնասենք, իրար վատ բան չասենք ու բավական է։ Բայց Աստված ուրիշ բան է մեզ ասում։ Հովհաննես 3:16։ Ինչ ես կարծում քո Հովհաննես 3:16-ը ինչի մասին է։ Ինչ ես կարծում քո համար Հովհաննես 3:16-ը որն է։ Ինչ ես կարծում, երբ որ ասում ենք Հովհաննես 3:16, դու ինչ ես ինքո ներսում ինչ է գալիս։ Իսկ ինչ ես կարծում, այս քաղաքում կան կամ քո տարածքում, քո շրջապատում կան մարդիկ, ում որ դու կարաս Հովհաննես 3:16-ը ցուցադրես ոչ թե որ մարդիկ իմանան,
այլ ցուցադրես, որովհետև դա քո հոգու պարտքն է։ Ցուցադրես, որովհետև դա քո դնթեի մեջ գրված է։ Ցուցադրես ոչ թե մարդկանց ասելու, թերթերը գրելու, այնտեղ չգիտեմ սելֆի անելու համար, այլ ցուցադրես, որ այդ մարդը ոչ թե քեզ, այլ քո հետև կանգնածին տանը, որ ասի ինչու, ասես, գիտես, ինքը այնքան սիրեց ինձ, որ իր որդուն խաչը հանեց։ Սա ամենակիչն է, որ ես կարամ անեմ ու ոչ թե ես եմ անում, թույլ տուր ասեմ, նա ինձանով իր սերն է ցուցադրում, որ դու իմանաս, որ ինքը սիրում է քեզ։ Հալելույա։ Հալելույա։ Ու ես հավատացած եմ նման Հովհաննես 3:16-ը փոխում է մեր իմացած Հովհաննես 3:16-ին կամ օգնում է, որ մի քիչ ավելի խորը գնա մեր իմացած Հովհաննես 3:16-ը ու թույլ տուր ասեմ, սա օգնում է, որպեսզի մեր քրիստոնեություն ասած բառերը ոտանավոր հասկացողությունից, որը որ շատ լավ է, որ մեր ձայնը դրված է, մեր առոգանությունը ճիշտ է, բայց հիմա ժամանակն է, որ մենք դրանք սկսենք կիրառել։ Սկսենք գործել, սկսենք անել դա, անել Աստծո սիրո պատճառով, միայն ու միայն Աստծո սիրո պատճառով, ամեն, և գիտես, եվս միտեղ, ես կասեմ արդեն չեմ պատմի այդ մասին, հա, ժամանակից ելնելով, դու հիշում ես այս միտեղը նույնպես, որը որ գրված է Մատթեոս 25-ի մեջ, ասում է թագավորը իր աջ կողմի կանգնածներին ասեց, եկեք իմ հոր օրհնվածներ, անիծվածներ չէ, պարապ մնացածներ չէ, օրհնվածներ, եկեք, գիտես, ով է օրհնվածը, դու տես, գիտես, մենք ասում ենք, ես եմ օրհնված, ոսկի, ես ինչ ենք կպցում, ես եմ օրհնված, ոսկե պարանոց ենք օգտագործում, ես եմ օրհնված, մեծ խաչ ենք օգտագործում, մեծ մեքենա, դրանք շատ լավ է, փառք Աստծո, եթե իրաց նպատակին է ծառայում։ Բայց թույլ տուր ասեմ, այստեղ ուրիշ բան ասում։ Եկեք իմ հոր օրհնվածներ, շարունակություն, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև քաղցած է, լմատ լսի խնդրում եմ, քաղցած է, դուք ինձ ուտելիք տվիք, ծարավ է, դուք ինձ խմելու բան տվիք, օտար է, ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ է, ինձ հագցրեցիք, հիվանդ էի, ինձ խնամեցիք, բանտում էի, ինձ այցելեցիք, դու տես ինչ կարգի մարդկանց մասին է խոսում, նա ինչ հարթությունների վրայի մարդկանց է կպնում, միայն գիտնականները չեն, որ ասես սոված են, իրանք մենակ գրում են, ջնջում են, ու միայն բանտում գտնվողները չեն, ամենատարբեր խավի մարդկանց մասին է խոսում, թույլ տուր ասեմ, բոլոր խավերի մարդկանց է այստեղ դիմում ինքը, ասում է շարունակությունը, բանտում է, այցելեցիք, այդ ժամանակ արդարները նրանք ասեն, երբ քեզ տեսանք, գիտես, հանուն արդարության, երբ որ մարդը դա իր դնթեի մեջ է, ոչ թե ցուցադրելու համար է, եթե մարդը հասել է դրա, որովհետև կան մարդիկ ի վերուստ իրանց դնթեի մեջ եղել է, բայց կան մարդիկ, ովքեր տեսել են գեղեցկությունը այդ իրանց հովի մեջ, տեսել են այդ գեղեցկությունը իրանց առաջ կանգնած ինչ-որ մեկի մեջ, տեսել են այդ գեղեցկությունը, այդ հոգու մաքրությունը, Սուրբ Գիրքը կարդալուց ու հասկացել են, որ Սուրբ Գիրքը ոչ թե միայն կարդանք ու ցիտենք, այլ Սուրբ Գիրքը կարդանք, իմանանք, ցիտենք ու ի գործ դնենք Աստծո փառքի համար։ Ալելույա։ Աստծո փառքի համար, ոչ իմ փառքի համար, ոչ իմ ծանոթության համար, ոչ իմ հեղինակության համար, որտև Աստված դա էլ է տեսնում, չլինի, որ ամբողջն անենք, վերջում փչացնենք, հալելույա, ու Հիսուսի վերջին խոսքերն եմ ուզում կարդամ, ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք, ինչ ուժեղ խոսքերը, արդյոք կա Սանկտ Պետերբուրգում այդպիսի մարդ, որ նոր է եկել այս քաղաք, ծանոթության կարիք ունի, ժպիտի կարիք ունի, միաման ճաշ ուտելու կարիք ունի, մարդու կարիք ունի, մարդ ուզում է իր մայրենի լեզվով մեկի հետ խոսա, արդյոք կան այստեղ Սանկտ Պետերբուրգում այդպիսի մարդիկ, ում որ ես դու կարանք մեր ամենակիչը ուղղակի ջերմացնենք, ուղղակի ժպտանք, ուղղակի մոտենանք ձեռը սեղմենք,
Ուղղակի մոտենանք ասենք, ես էս կարամ, եթե կարծում ես քեզ կարամ օգտակար լինեմ, ուրախ կլինեմ։ Մենք ունենք այս եկեղեցին, մենք ունենք այսպիսի հրաշալի հովիվներ։ Կարանք գնանք ծանոթացնեմ քեզ իրանց հետ։ Արդյոք կան այս տարածքում այդպիսի մարդիկ, ում ես ու դու կգնանք ու կխոսանք, Հովհաննես 3:16-ը գործի մեջ կդնենք, այնքանով ինչքանով որ կարանք, հնարավոր է մենք սխալվենք, իհարկե, հնարավոր է մեր մոտ չստացվի, իհարկե, հնարավոր է իմ ու քո վրացի ծաղան, իհարկե, բայց ես ամաչում եմ կասես։ Հիսուսն ասեց, իսկ եթե ես ամաչեմ հանկարծ երկնքում, հանկարծ ես ամաչեմ քո անունը դավանեմ, իմ հոր առաջին։ Պատկերացնում ես, դու իմ հետ գալիս ես, որպեսզի ներս մտնես։ Ու քանի որ դու իմ անունը ամաչել ես, ասես, ես հոր մոտ քո անունը չեմ ասում, ստացվում է որ դու հաստար ինչ որ կետի, բայց դրանից առաջ չես կարա մտնես, որովհետև նա ով որ պիտի բարեխոսեր, նա ով որ քեզ պետք է այդ հրավիրատոմսը թույլ տար որ լիներ, բան չասեց։ Իսկ ես ուզում ասեմ Հովհաննես 3:16 Աստծո որդու արյունով գրված խոսքեր։ Աստծո որդու արյունով գրված խոսքեր։ Ուղղակի խոսք չի։ Անմահը մահացավ։ Անմահը մահացավ, սիրելիս։ Նա որ ոչ մի բանի կարիք չուներ, բայց մենակ կարիք ուներ քո ու իմ սրտի։ Ոչ թե մեր խելքի միայն, մեր կարողության, չէ, մեր սրտի, առաջ մեր սրտի։ Ինքը իր կյանքը տվեց քո ինձ համար։ Հիմա մեր հերթն է, որոշենք։ Մենք միայն կասենք, դու կասես, վատ բան կա հովի, որ ես ասեմ Հովհաննես 3:16-ը անգիր գիտեմ, դա վատ է, չէ, դա վատ չի։ Բայց քիչ է։ Քիչ է։ Հարցունը վկայություն էր տալիս, հիշում եք։ Փոքր երեխու համար դա շատ լավ է, բայց մեծ մարդ ելնելով հանդերձ դու սպասում ունես, որ քո այդ հովիվը մարդավարի խոսա, մեծավարի խոսա։ Բայց ոնց մեծավարի խոսա, երբ որ դու սոսկեն ներողություն եմ խնդրում, չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ։ Ոնց խոսա, եթե դու այն երեխեքի պես սենց, ասում ես այդ առումով ինձ մի կպեք։ Թույլ տուր ասեմ, այստեղ ոչ մեկս հավերժ չենք այս երկրի վրա։ Բոլորս միասին տուն ունենք երկնքում։ Բոլորիս համար Տերն ասեց, ես գնում եմ տուն սարքելու։ Ու ասեց, ես կգնամ ու ձեզ կքաշեմ։ Կքաշեմ։ Կա մարդ, որ ուզում է քաշված լինի Հիսուսի կողմից։ Լսիր, որպեսզի դու քաշված լինես իր կողմից, շատ կարևոր է, որ դու իր ասածը անես, ոչ թե միայն մնաս այն մակարդակին, որը որ կա։ Հնարավոր է մեր մեջ կա մարդիկ, որ պիտի մնան այդ մակարդակին, հնարավոր է։ Բայց ոչ թե որ Աստված չուզեց քեզ բարձրացնի, այլ որովհետև դու ասես թե լավ է։ Մտարը տես քեզ պայեցիր, ասես թե լավ է։ Բա որ թե լավ է, քեզ կարտոշկա ուզում ուտես, քեզ խորոված ուզում ուտես, կատկեր։ Մենակ կատ։ Մենակ կատկեր, բայց չի ասում, չէ, խորովածել եմ ուզում, չէ, ես ուզում ես միշտել, ինչի, մենք փոքրուց ձգտում ենք, չէ, աղջիկները իրաց մամաների կոշիկներն էին հագնում, ինչի, նշան, որ ուզում են մեծանան, տղաները իրաց պապայի կոշիկներն էին հագնում, ինչի, որ նշան, որ մենք ուզում ենք պապա դառնանք։ Սելիներ, ով է քեզ խանգարում, ոչ մեկ, ինքներս միայն մեզ կարանք խանգարենք, Սատանան արդեն պարտված է, Հիսուսը իրան պախարակեց խաչի վրա։ Սատանան արդեն պարտված է։ Ընեց որ խնդրում եմ չփորձես վաղը միսօր գնաց ասես, սատանան կասի կներես, ես կապ չունեմ։ Կա այդպես անել, չէ՞, մեզ քրիստոնյաներն ես բաներն անցկի ես չեմ իմանում, սատանան է բողոքում։ Ցավոք սրտի դա ճիշտ չի։ Մի քիչ ամոթ է մեզ համար։ Մեզ պետք չէ այդպիսի բաներ։ Մեզ պետք է ուղիղ անցնենք։ Հովհաննես 3:16 Դու ունես քո Հովհաննես 3:16 Դու ունես մարդիկ ում կարաս քո Հովհաննես 3:16-ով ծառայես։ Ես հավատում եմ, որ քեզ քնից երբ որ հասան Հովհաննես 3:16 դու արդեն ոչ թե միայն անգիր խոսքը կցիտես, այլ դու արդեն գիտես, իսկ ես ում կարամ օգտակար լինեմ։ Ում պետքա ժպտայի չժպտացի։ Որտեղ է որ պետքա չպարտվեի չարին,
այլ բարիով հաղթեի։ Այդ որտեղ էր, որ ես չէի ուզում, բայց ինձ մի մղոն արդեն տարել էին, ուզում եմ ասել, պրծամ քեզանից։ Բայց ասում ես, երկրորդ մղոնն է գքամ ես քո հետ։ Ես քո հետ երկրորդ մղոնն է գքամ։ Ես բաճկոնս ես ուզում, շապիկս է կտամ։ Ոչ թե որ չեմ կարող ուրիշ բան, այլ որովհետև իմ Տերը տենց արեց։ Իմ փրկիչը տենց արեց։ Ես ուրիշ մեկին չեմ էլ ուզում նմանվեմ։ Ես իմ Տիրոջն եմ ուզում նմանվեմ։ Հովհաննես 3:16։ Իմ կյանքում, քո կյանքում, Հիսուսի անունով։ Կանգնեք մեր ոտքերի վրա։ Հալելույա։ Հույս ունեմ կարողացա մի բան ասել քեզ։ Ամեն։ Եկեք աղոթքի մեջ լինենք։ Ամենակարող Աստված, ես աղոթք եմ բարձրացնում հիմա։ Ամեն թանկագին եղբոր ու քրոջ համար։ Եթե ինչ-որ մեկի համար սա բյուրդ էր, կոպիտ էր, ես ներողություն եմ խնդրում, Տեր։ Ների ինձ Տեր Աստված, եթե որևէ մեկի սահմանն անցել եմ։ Բայց միևնույն ժամանակ աղոթում եմ Տեր Աստված, որ դու թույլ տաս ինքը տեսնի մի բան, որ ոչ մի անձնական շահ այստեղ չկա, Տեր Աստված։ Ընդամենը փորձել եմ քո խոսքը մատուցեմ։ Փորձել եմ քո խոսքը տեղ հասցնեմ, որ քո խոսքը ոչ թե միայն տառ լինի իր համար, այլ տառուհի մեջ հոգին լինի քո Տեր Աստված։ Աղոթում եմ Տեր Աստված, այն մարդկանց համար, ովքեր ցավացին Տեր Աստված։ Աղոթում եմ, որ մխիթարություն գա իրանց կյանքերի մեջ, Տեր Աստված։ Աղոթում եմ, որ քո լույսը գա իրանց խավար տեղերի վրա, Տեր Աստված։ Աղոթում եմ, որ քո լույսը գա, Տեր, որովհետև խավարի մեջ լույս չկա, բայց որտեղ որ քո լույսն է, խավարն է բացակայում։ Դրա համար քո լույսը թող գա, Տեր Աստված։ Քո լույսը գա ամեն աղբոր ու քրոջ կյանքում, Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, նույնպես աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրանց մտքի մեջ տեսան մարդկանց, ում հանդեպ իրանք պետքա Հովհաննես 3:16 կիրառեն։ Ու ես նույնպես աղոթում եմ մարդկանց համար, ովքեր կորոշեն իրանց դրոշակը ծարքեն Հովհաննես 3:16-ը ամեն իրավիճակի մեջ, ինչպես թագավորական օրենքն է քո ասում, ինչ որ կկամենաս, որ քեզ անեն, դու արա, դու արա, ինչպես կկամենաս, որ քո հետ վարվեն նման իրավիճակում, դու այդպես վարվիր։ Տեր, ես աղոթում եմ, որ քո հոգու ազատությունը գա, քո Սուրբ Հոգու ներկայությունը գա։ Աղոթում եմ ամենակարող Աստված Տեր Հիսուս Քրիստոսի անունով, թող որ Հովհաննես 3:16-ը վառվի մեր սրտերում։ Թող որ Հովհաննես 3:16-ը ոչ միայն խոսք մնա, այլ հոգով բոցավառի մեր ներսը, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Թող ամենակարող Աստված, թող Հովհաննես 3:16-ը մեր կյանքում պտղաբեր դառնա, ու թող որ մենք քո ձեռքին գործիկ ու անոթ լինենք, Տեր, քո անվան փառքի համար, որպեսզի ամբողջ փառքը բացառապես քեզ պատկանա։ Ալելույա։ Ամեն։ Հալելույա։ 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 Ամեն։ Ամեն։ Կարողացա քեզ մի բան տալ։ Վստահ ես, որ դու ունես այն ինչ որ խոսացինք, որպես ինֆորմացիա դու հազարատ ինֆորմացիա ունես, բայց որպես համոզմունք այնքան ուժեղ կլինի, որ դու դա բռնես քո համար, այնքան ուժեղ կլինի, որ դու դա դնես ամենախորը տեղը, այնտեղ որտեղից դու չէիր ուզենա կորցնել։ Ու ես հավատում եմ, Տերը կօգնի, ժամանակ առ ժամանակ լույսը իր դրա վրա կբերի, դու դա կտեսնես ու կհասնես, որ դա պետքա կիրառես քո կյանքում։ Ալելույա, ամեն։ Մենք հիմա ունենք այստեղ Սուրբ հաղորդություն, որին պիտի մոտենանք։ Սելիներ, բայց միջև կմոտենանք Սուրբ հաղորդությանը, ես ուզում հարցնեմ, կա այստեղ մարդ, որ իր կյանքում առաջին անգամն է եկել եկեղեցի ու երբեք առիթ ու հնարավորություն չի ունեցել Աստծո եւ մարդկանց ներկայությամբ Հիսուսին կանչի իր սրտի մեջ որպես Տեր, որպես Փրկիչ եւ որպես Աստված։ Եթե կա այստեղ այդպիսի մարդ, փառք Հիսուսին, որ խնդրեմ